Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Հանդիպում արցախահայերին հետ Արևմտյան Հայաստան ազգային խորհրդի նախագահի մասնակցությունով Սումգայի ջարդերի մասին Գարդման Շիրվան Նախիջևամիության նամակը ՄԱԿ-ի կողմից հրապարակվել որպես պաշտոնական փաստաթուղթ։ Երզնկացի ուխտավորներն Սուրբ Թադեւոսի առաքյալ վանքում Վանալոճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար ազդում կենթանական աշխարհին երան։ Հանրահավաքի պաշտպանություն բռնի տեղահանված արցախցիների իրավունքների Երևանը միշտ հայկական քաղաք է այլ պատմաբան Ալեքսան Հակոբյան Տիգրանակերտը որպես հայկական աթենք։ Էստերնվա մարտի 22-ին շաբաթ օրը ժամը 2-ին Ագաթան Գեղոս 2/2 հասցեումը հանդիպում այնն արցախահայերին հետ։ Հանդիպումը վարելու Արևմտյան Հայաստանը Հանրապետության ազգային խորհրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանը քննարկման վաղը նախատեսվում է անդրադառնալ Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատի կողմից արցախահայերի վերաբերյալ բանաձևի նախագծի ընդունմանը, մինչև արցախցիների մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված դիմումների ընթացքին ժողովը պետցահանրության հետի մասնակցության հետի հրավիրում են սա հետաքրքրված անձինք։ Գարդման Շիրվան Նախիջևան համահայկական միության նամակը Սումգայիթը հայության ջարդերի մասին միավորված ազգերի կազմակերպության կողմից հրապարակվել որպես պաշտոնական փաստաթուղթ։ Armenpress-ին հաղորդումով նամակում մասնավորապես նշվում է, որ Սումգայիթ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված ջարդերի շարունակում մնալը հայ ժողովրդի պատմության ամենամութ էջերամինն է։ Նամակում կոչարվում հարգել Սումգայիթի հայերի իրավունքներն ու իրենց հիշատակը։ 1907 թվականի հուլիսի 8-ին Երզնկայից ուխտավորների խումբը ուխտի ակեցալ Սեպուհ լեռան գտնվող Սուրբ Թադեւոս առաքյալի վանքը հայտնի է որպես ավագ վանք։ Այս ուխտագնացությունը հայ հավատացյալներին հետի կարևոր իրադարձություն է ելել կապված ինչպես կրոնական դիել ազգային ժառանգության պահպանման հետ։ Վանքի պատմական ու հոգևոր նշանակությունը մեծացել ու այն դարեր շարունակ ուխտատեղի ելել հայ ժողովուրդներին հետի։ Երզնկացի ուխտավորներին այցելության այս պատմական պահը փաստագրված է Երզնկա պատկերազարդ ալբոմում, որը հրատարակվել է Պոլիս 1907 թվականին պատրաստված Մաղաքիա Օրմանյան պատրիարքին հետի։ Այս լուսանկարը կարևոր վկայություն է մեր պատմության կրոնական ավանդույթների ու Արևմտյան Հայաստան ազգային ինքնության պահպանման մասին։ Վանալոճի մակարդակը օրեցօր քշանում է։ Վերջին տարիներին Վանալոճին ավազանումը տեղի ունեցած գոլորշիացումն է, երաշտը կլիմայական փոփոխությունն, տեղումների նվազմը հանգեցրել են ջրի մակարդակի արագ նվազմանը։ Ջրի մակարդակի նվազումը ազդում ու բացասաբար է անդրադառնում ոչ միայն մարդկանց, այլ նաև կենթանական աշխարհին երան։ Այն վայրերում շտեղ ջրի մակարդակը նվազալացում է, քալաթռչունների շատ տեսակն է, հատկապես ֆլամինգոնն ստիպացնել այլ չվին այլ վայրեր, բայց իրանց փոխարեն լճի շրջակայքում ի հայտ է եկալ թեզաթռչունն է։ Ջրի մակարդակի նվազման դերդան ի հայտ է եկալ մանրեն է, որ նախկինում ստոր ջրի է ներել ու այժմ է տարածքներն պարունակում մխլ բակտերիաներ, միկրոօրգանիզմներ ու հետ առումով թռչունային հետի անփոխարինելի վայրն։ Նշիկ վեր Վանա լիճը անհոսք աղի լիճ է հայկական լեռնաշխարհում ներկայիս Արևմտյան Հայաստանում։ Լիճը ունի 4 կղզի՝ Աղթամար, Կտուց, Լիմ ու Արտեր։ Մակերեսը 3712 քառակուսի կիլոմետր, առավելագույն լայնությունը 55 կիլոմետր, իսկ խորությունը մինչև 145 մետր։ Մարտի 29-ին ժամը 3-ին Երևանը ազատության հրապարակումը տեղի է ունենալու հանրահավաքի պաշտպանություն բռնի տեղահանված արցախցիների իրավունքների կազմակերպիչ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ, սիրելի արցախահայեր ու արցախացավը իրան համարող աշխարհասփյուր հայեր, հանուն Արցախի միավորման նախաձեռնությամբ ստեղծված ու արցախահասարակական համարյա սաղ շրջանակներ ներառող արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարում է Երևանը ազատության հրապարակում մեծ հանրահավաքի մասին։ Մարտի 29-ին ժամը 3-ին մունք խոսելու ենք հետևյալ հարցերի շուրջ։ Առաջին, Արցախ հավաքական յետռնալ իրավունքի ապահովում, տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, ֆինանսական ու բնակարանային ապահովման ծրագրերի արժանապատիվ իրականացման պահանջ, Բաքվի բանտերից հայ գերիների յետռնալի պահանջը, Արցախահայկական մշակութային ժառանգության պահպանության պահանջը նշվում է հաղորդագրության մեջին։ Պատմաբան Ալեքսան Հակոբյանը նշում է, որ Երևանը միշտ ելել է հայկական քաղաք, շտեղ ադրբեջանական հետք չկա։ Երևան անվանումը ռուսական տարբերակն է, վերօգտագործվել է ցարական Ռուսաստանի վաղտը։ Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել է պատմությունը, Երևանը ներկայացնել է որպես ադրբեջանական քաղաք, բայց սա հիմնազուրկ պնդում է։ Ադրբեջանցիք Երևան երբեք մեծամասնություն չեն կազմել, իսկ Արևմտյան Ադրբեջան հասկացությունը ամբողջությամբ կեղծված է, ոչ մի պատմական հիմք չունի։ Թուրքական Չերմիկ Գազեթսի.com կայքը ուշագրավ նյութահրապարակաշ տեղ անդրադարձել 17-րդ դարում Արևմտյան Հայաստանը Տիգրանակերտ քաղաքեցած լեհաբնակ հայ ճանապարհորդ Սեմեոնին վեր հետաքրքիր հուշերաթողալ քաղաքի մասին։ Հայ ճանապարհորդը Տիգրանակերտում 2 շաբաթ մնացալ ու քաղաքը անվանել հայկական աթենք ու ուշադրությունը հրավիրում է Տիգրանակերտի պատմամշակութային հարստության երան։ Հատկապես կենտրոնանալավ քրիստոնեական ճարտարապետության ու հայ բնակչության երան, Սեմեոնը մանրամասն տեղեկություններ է տրամադրում քաղաքին շուկ
թվականների շինությունների արհեստների մասին։ Ըստ դրանց, մինչև 17-րդ դարի վերջը Տիգրանակերտատնտեսությունը լրիվ գտնվելիս այլ հայ բնակչության վերահսկողության տակին։ Նույն դարում Տիգրանակերտ ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Ավերեն հուվ հիացմունք հավախոսում է թվղթեն Տիգրանակերտում արտադրվող այծի կաշվիթ պատրաստվող իրերի մասին։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա այդ տեսքանք նախատեսալ, շնորհակալություն ուշադրության հետ, պնդկացիք։